Հիշում եք, ձեզ պարոն Դատախազը հարց տվեց, եթե հակառակ երթին չգային դեպի ձեր կողմ, այն շարունակեն գնալ դեպի Սարյան, բախում կլիներ թե ոչ, դուք ասացիք ոչ չէ։ Հիշում եք նաև միևնույն ժամանակ պարոն Քոչարյանը ձեզ հարց տվեց, որ մայթ ու չէ ճանապարհով էինք գնում։ Դա իրավախախտում է թե ոչ։ Դուք ասացիք իրավախախտում։ Այս իմ ուզում եմ այս երկու պատասխանի համատեքստում հետևել հասնել։ Եթե այնուամենայնիվ Լևոն Քոչարյանը եւ մյուսները մայթով չեն գնում, ճանապարհով են գնում, չգային դեպի Սարյան։ Շարունակեն գնալ ներողություն դեպի Սարյան։ Եվ միևնույն ժամանակ դա ձեր համար իրավախախտում է, չէ՞։ Բայց միևնույն ժամանակ ասում եք, որ մեր մեջ բախում չլինի, եթե իրենք շարունակեն այսպես գնալ։ Դեպի ժողովրդի հետ միասին բացվեն։ Այն հիմա հարցս հետևյալն է։ Եթե ձեր կողմ երբ որ իրանք թեքվեցին եւ եկան, ձեր համար դա իրավախախտում է եւ բախում է դա։ Ինչեւ լսեք։ Ես փորձում եմ հիմա տրամաբանությունը բռնել։ Այսինքն դա ձեր համար խախտում է եւ դուք բախման ենթարկվեցիք իրանց հետ ու վերման ենթարկվեցիք։ Ճիշտ է։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ շարունակում էին գնալ դեպի Սարյան, ելի իրավախախտում էին կատարում։ Բա ո՞նց կբացատրեք։ Պահպանական դատարան ես հարավում եմ ասիլը, տեսեք, վկային հարցադրումը հնչեցվում է գոյություն չունեցող դեպքի եւ փաստի վերաբերյալ, այսինքն ասում է, որ չգան շրջայինի միջակայքում հետ, ուղիղ գնալ, ինչպես կբացատրեք, այսինքն այդպիսի բան դեպի չի ունեցել պահպանական դատարան։ Իմ հարցը շատ կոնկրետ է եղել։ Ես ասում եմ Ես հարցս հնչեցրել եմ հետևյալ կերպ։ Ես ասում եմ, որ անձինք չշրջվեին երկին հակառակային, կոնկրետ այդ բախումը, որ եղել է արդեն, որի փաստը մենք ունենք, որի վերաբերյալ վարույթ է խնդրել։ Կլիներ թե չէ դրան պատասխանը ոչ, իսկ հիմա հարցը հնչեցվում է գոյություն չունեցող փաստական հանգամանքների վերաբերյալ, որին պահպանական դատարան հստակ է պատասխանել, որ այո, դա հանցանք է։ Կներեք, այո, դա վարչական իրավախախտում էր, որ ճանապարհի երթևեկելի հատվածը չեն բացել։ Եվ եթե այդ ժամանակ դիմադրություն կլիներ, չէր լինի, այսինքն քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արար կլիներ, չէր լինի, դրանք ամբողջը ենթադրություն է։ Գոյություն չունեցող փաստի վերաբերյալ հարցադրումը խնդրում եմ հանեք պահպանական դատարան վերաբերյալ։ Այս հարցը ոչ մի կերպ չպետք է հանվի, այս հարցի մեջ կա մեծ տրամաբանություն, բայց փորձեմ վերաձևակերպել։ Մի հատ էլ ֆիքսեք, պարոն Այվազյան։ Տեսեք, պարոն Դատախազը, ձեզ ասում է, որ եթե չշրջվեն հետ, չգային դեպի ձեր կողմ, այլ շարունակեն Սարյանում բարձրանալ, բախում կլիներ թե ոչ, այսինքն բերման կենթարկեիք թե ոչ, դուք ասեցիք, որ ոչ, եթե շարունակեին, տես բան չէր լինի։ Պարոն Քոչարյանի հարցին պատասխանելով, որ մայթով չէին քայլում դեպի Սարյան, փողոցով էին քայլում, էդի նույնպես իրավախախտում է թե ոչ, դուք ասացիք իրավախախտում է։ Հիմա երկու դեպքում են, գնային դեպի Սարյան ճանապարհով ոչ թե մայթով, թե գնային դեպի հակառակ կողմը ձեր կողմ, իրավախախտում է։ Ամեն դեպքում իրավախախտում, եթե կա իրավախախտում, ուրեմն պետք է լինի ձերբակալում, չէ՞։ Հիմա հարցս հետևելն է, ես ում հասել եմ, եթե Լևոն Քոչարյանը եւ մյուսները պետք է գնային ուղիղ Սարյանով դեպի վերև, իրավախախտում կատարելով, ո՞նց է ստացվում, որ այն դեպքում չէի ձերբակալի, բայց հենց ֆրանսիան եկան դեպի ձեր կողմ ձերբակալեցին։ Տարբերությունը երկու դեպքում էլ իրավախախտում է։ Հարցը հասկանում եք։ Այո։ Ասում երկու դեպքում նշեցի, որ շատ լավ, հարցը շատ լավ հասկացա, շատ լավ մոտեցեցիք, հիմա պատասխանը ձերացեք։ Այ երբ որ մենք քաղաքացիներին հորդորում էինք, որպեսզի բոլորը բարձրանան այդ ժամանակ բոլորը փորձեցին դեպի վերև Սարյան գնալ։ Բայց պարոն Լևոն Քոչարյանը եւ իր ընկերները հակառակ ուղղությամբ դեպի մեզ գալով նաեւ ոստիկանության հետ փորձեցին տպավորություն եմ ասում, բախման ինչ-որ բան ստացվեց այդ բանը, որտեղ ճանապարհը ամբողջովին համերափակած իրանայինքով գալիս էին դեպի մեզ։ Մենք բարձրանում ենք դեպի քաղաքացիների ուղղությամբ դեպի վերև։ Ես վստահ եմ ասում, չեմ կարող հստակ նշել, վստահ ասում, բայց հստակ չեմ կարող նշել, թե ում կողմից կարող նշված լինի, որ խախտում են հասարակական կարգ, մի բազմաթիվ անգամ, եւ ոստիկանության բացախոսով մեքենաների միջոցով արգաշվել եւ անձամբ ես վստահ եմ, որ ասվել է, բայց սակայն երևի չէ, վստահ կարող ասել չեն ենթարկվել, դրա համար բերում են ենթարկվել։
Իսկ հարցը, եթե գնային մենք չենք բերման ենթարկելու եկան դեպի մեզ մենք բերման ենթարկեցինք, իրավախախտումը արդեն փաստ իրավիճակ ունեցել ստեղծել, որ արդեն պետք է բերման ենթարկվեր։ Ես եմ ուզում հասկանալ, տեսեք, դուք տարբերով պատասխանում այդ տվեցիք։ Բանդատախազատը հստակ հաստատվեց, եթե Սարյանով շարունակեին բերման ենթարկելու պրոցես կոպիտասած կլիներ թե ոչ, այդ բախման տեսանկյունից։ Դուք ասեցիք ոչ։ Հիմա ես էլ ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, եթե Լևոն Քոչարյանը եւ Սերգեյ Ասատրովը մյուսները չշրջվեն հետ չգային շարունակեին, իրանց ինչի բերել։ Ես առարկություն եմ ասում դու շոմատեր պատվարժան դատարանի հարցադրումը կոնկրետ դեպքին ավելաբերել։ Այսինքն ես հարցադրումը հնչեցրել եմ հետեւյալ կերպ։ Եթե Լևոն Քոչարյանը, Սերգեյ Ասատրովը եւ այլ անձին բարձրանային եւ կշարունակեին շրջվեին դեպի ձեզնային կոնկրետ այս բերման ենթարկելու եւ այս բախումը կլիներ, թե չէր լինի, վկան հստակ պատասխանեց, որ չէր լինի։ Իսկ թե ապագայում ինչ կլիներ, եթե շարունակեին վերևը միգուցե Սարյան փողոցում արդեն, կամ եթե միառնալների ձախանեին դեպի Հայքոստի ճանապարհի վրա, ինչ կլիներ, դրա վերաբերյալ հարցադրում չկա եւ չի կարող լինել, որտեղ նման փաստական չկա։ Էս է խնդիրը, այսինքն իմ հարցը կոնկրետ է։ Շնորհակալ Բանդատախազը շատ պրոֆեսիոնալ է, ինքը շատ լավ հասկանում այս հարցերը դեպի ուր են ուղղված, որտեղ այս հարցերի մեջ կա իրականում մեծ տրամաբանություն եւ այդ տարբերությունը հիմնականում նպատակ է հետապնդում պարզապես ժամանակ շահելու եւ վկային ինչ-որ չափով կողմնորոշելու կամ շփոթացնելու տեսանկյունից, դատորժան դատարան հարցը շատ հստակ է։ Ես արդեն իսկ հնչեցված հարցերի համատեքստում եմ հարցրել։ Դատախազը հարցնում է ասում, եթե չշրջվեին, հետ չգային դեպի ձեզ, բախում կլիներ, թե չէ, այսինքն բերման ենթարկելու պրոցես կլիներ, թե ոչ, որքան հստակ պատասխանում ասում ոչ, եթե չշրջվեին դեպի մեր կողմ չգային, մենք իրանց կոպիտ ասած չենք տպնելու։ Հետո պարոն Քոչարյանը հարց է տալիս, ասում է, լավ, պատկերացրեք չենք շրջվում, հետ չենք գալի, ճանապարհով շարունակում ենք դեպի Սարյան գնալը, մայթով չէ, ճանապարհով։ Սա իրավախախտում է, թե ոչ։ Ասում է, այո, սա իրավախախտում է։ Հիմա հարցը առաջանում, ոնց է ստացվում, որ մի դեպքում իրավախախտում որպես այդպիսի կգալելով դեպի իրանց գալը, իրանց բերման են ենթարկում, բայց դեպի իրանց չգալու հակառակի պարագայում, դեպի Սարյան գնալու պարագայում, իրանց համար թեև դա իրավախախտում է, բայց բերման չէ ենթարկում։ Ամբողջացը սրանում է կայանում պատվարժան դատարան, ես այս տարբերությունն եմ ուզում հասկանալ, ինչն է պատճառը, որ երկու դեպքում էլ դա իրավախախտում է, հակառակը կգային, թե կբարձրանային դեպի Սարյանով վերել, բայց մի դեպքում բերման ենթարկելը իրանց համար ընդունելի է, մյուս դեպքում ընդունելի չէ, այս եմ ուզում հասկանալ։ Ենթարկում թե ենթարկելու էին։ Ենթարկելու էին, ասում եմ, որտեղ դատախազն ասաց, եթե շարունակեին ճանապարհը, իրանց կողմից ոչ մի բան չէր լինի։ Բայց եթե իրանց միվարյա, բախումը հենց այդ բերման ենթարկելու պրոցեսն է, բայց եթե շարունակում էին, էլի իրավախախտում է, բախի չէին ուրեմն ձերբակալելու։ Վկա, դուք հասկացաք հստակ պատասխանում հարցին, որ եթե իրանք շարունակեին, ոնց ու պարոն դատախազի հարցին պատասխանեցի, քաղաքացիներ բազմաթիվ քաղաքացիներ կան, եթե նրանք շարունակեին, քաղաքացիները իհարկե իրավախախտում է, ցանկացած առումով իրավախախտում է, եթե իրանք նույն քաղաքացիների շարունակեին իրավախախտումը շարունակում էին բոլորը, եթե շարունակեին քաղաքացիներ գնա, բնականաբար մենք հետևներից ուղղակի քայլում էինք եւ փորձում էինք նաեւ բազմաթիվ անգամ հորդորել, որ ճանապարհը երբ որ իրավացից դուրս եկեք եւ մի խախտեք այլոց իրավունքները։ Բայց երբ որ արդեն իսկ դատախազը ոնց որ նշեց, արդեն իսկ իրենք դեպի պատտվելու մեզ կոնկրետ հստակ մեր հետ կապված ոստիկանություն հստակ արդեն ոնց որ կոնկրետ մեր հետ կապված ինչ-որ խնդիրներ առաջ։ Լավ, բան հիմա տեսեք, շրջվեցին եկան դեպի ձեր կողմ։ Ուղղակի հանգիստ չէին գալիս։ Այսինքն փորձենք տրամաբանորեն գնանք առաջ։ Հիմա շրջվեցին եկան ձեր կողմ, ինչ-որ բախում եղավ, բերման ենթարկեցին Լևոն Քոչարյան եւ այլն։ Մյուսները շարունակեցին գնալ Սարյանով եւ այլն։ Մայթով չէ, ճանապարհով դեպի իրավախախտում կատարել է, ենթադրել, լավ, դες պատկերացնենք։ Ու նաև դուք ձեր խոսքի մեջ ընդունեցիք, որ ոստիկանները իրանց հետևից դե վստահաբար ասացիք, շարունակում էին քայլել։ Բայց հետո մյուսներին ինչի բերման չէին ենթարկում, եթե իրավախախտել։ Տեսեք, երբ գնաց դեպի Սարյան։ Կարճ։ Բայց ինչի չէին ենթարկում։ Հասկանալ է, չէ՞։ Հասկանալ է։ Այսինքն այդ ներքևում ասում, շրջվեցին, բերման ենթարկվեցին, մյուսները շարունակեցին, իրավախախտում կատարել։ Բայց հետո մյուսներին ինչի բերման չէին ենթարկում, եթե իրավախախտել։ Տեսեք, երբ գնաց դեպի Սարյան։ Հասկանալ է, չէ՞։ Այսինքն այդ ներքևում ասում, շրջվեցին, բերման ենթարկվեցին,
Շարունակում են ինչ են մարդկանց շարունակողներին բերման չի հետարկում։ Շարունակում են, այսինքն շարունակում են, այսինքն ուղեկցում են, բերման չի կարճ պատասխան։ Դու կարող եք Չէ, ես է կարճ կպատասխանեմ, ուղղակի ֆիզիկապես, այսինքն 1000, 2000, 3000 մարդու, եթե արդեն իրենք իրենց բողոքով ակցիան են կատարում, մենք փորձում ենք հնարավորինս արդեն իրենց անվտանգությունը ապահովել։ Իսկ երբ որ արդեն մեր կողմից նշում է կոնկրետ մարդկանց կամ քաղաքացիների, որ խնդրում ենք բարձրացեք մայք, կոնկրետ հստակ մարդիկ եթե չեն կատարում մեր օրինական պահանջը, բնականաբար բերման են ենթարկվում։ Այսինքն ճիշտ է Այսինքն դիցուկ կարակ 1000 հոգի քայլում են։ Այսինքն 1000 հոգու մենք Այսինքն 1000 հոգի քայլում են, իրավախախտում են անձը, եթե 1000 հոգի։ Դեպի վրա չֆիքսենք։ Okay. Դուք պայմանական գնաք, այդ բոլորի մեջից ընտրեք մի հոգու, ասեք, ես օրինական պահանջ եմ ներկայացնում։ Դուրս արեք երթևեկել, Չէ, ուղղակի մի քիչ ուրիշ ձեր եք ասում, դրա համար դուրս չգա, կոնկրետ իրան ասեք, ես իրան ասեմ եմ դուրս արեք, ես չեկեն են 1000 ոչի։ Եթե դուք հիմա ուզում եք ասեք, որ ինչ-որ կոնկրետ հաստատված է, որպեսզի մենք կոնկրետ վերման կոնկրետ մարդու նմանատիպ բան չէ։ Ձեր ասացից պարոն Քոչարյան ուզում ասի, ես ճիշտ եմ հասկանում, որ ընտրովի եք որոշում, թե ում կոպիտ ասած անվտանգությունը պահպանեք շարունակելով թույլ տալ իրան որ ինքը քայլի, մեկին ձերբակալեք օրինակ համար։ Ընտրով է, որտեղ ձեր ասացից որտեղ ձեր պատասխանը ձեր կոնկրետ մենք հիմա խոսում ենք գործողություններից, կոնկրետ պետք է խոսանք, ոչ թե օրինակ վերեք, այ օրինակ ես ասեմ, հստակեցնում ենք։ Այս գործով ենք խոսում։ Դասիկ մարդիկ կա, ում ասել են, զգուշացրել են երթևեկելի հաստատ։ Իսկ նրանց անվտանգությունը պահպանել թողել են։ Մենք իրենց բերման ենք ենթարկել։ Շատ Ինչի մենք։ Ինչ սուզուկով անդալում մոտենաց դա ասես։ Բազմաթիվ անգամ եւս մեկ անգամ շեշտեմ, կոնկրետ հստակ այդ բանին, եթե չեմ սպառում իմ հիշողությունով, վստահաբար կարող ասել, որ բազմաթիվ անգամ շեշտվել է, բազմաթիվ անգամ ասվել է մարդկանց շնորհակալություն։ Եվ հստակ կոնկրետ եթե վերհիշեք, ես կարող եմ նշել, որ ուղղակի կոնկրետ Լևոն Քոչարյանի եւ իր աջակիցների ընկերների հետ կապված հստակ երբ որ շփարված դեպի ոստիկանություն եկան, եղել է խնդիր կոնկրետ։ Իսկ մի բան էլի պարոն, դուք այդ բերման ենթարկելու process-ից հետո ինձ մեքենա եք նստացրել, հետո ինչ եք արել։ Հետո շարունակել ենք ծառայությունը, նորից նույն ձև քաղաքացիների հետ շարունակել ենք բարձրանալ դեպի Սարյան հատվածով։ Այսինքն դուք շարունակել եք։ Այո։ Անհնազանդ քաղաքացիների բերման ենք ենթարկել, այն քաղաքացիները, որոնք որ շարունակել են իրենց ակցիան, փորձել ենք հետևներից նաև եթե քաղաքացիներ, որոնք որ էլի չեն ենթարկվել օրինական պահանջի, բերման են ենթարկվել, իսկ ովքեր որ շարունակել են իրենց ակցիան, փորձել ենք անվտանգ հասցնել իշ։ Պարոն Այվազյան, այդ իմ հետ եղածի հետ կապված, դրանից հետո դուք երթի հետևից քայլել եք։ Այո, եթե չեմ ստանում, եթե չեմ կարող հստակ ասել։ Չէ, կոնկրետ հիշում եք, որ քայլել եք։ Հա, հստակ հիշում եմ, որ քայլել եմ։ Մինչև ուր եք։ Մինչև էլի Սարյան քայլել եմ, եթե չեմ ստանում։ Մինչև Սարյան, այսինքն Ամիրյան մինչև։ Ամիրյանից բարձրանում ես դեպի թեկնոց աչով Սարյան, եթե չեմ բանանում, հիշողությունս այր քայլել։ Իսկ դրանից հետո որևէ մեկը բերման ենթարկվել է։ Իմ կողմից կոնկրետ չէ, բայց ոստիկանության ծառայողների կողմից այլ բերման ես հաստատ քաղաքացիներ եղել եմ։ Հստակ չեմ կարող ասել, բայց հաստատ բերման ենթարկվել։ Ինչի հիմա վրա եք ասում այդ։ Որովհետև այդ իրավիճակը միտինգների ժամանակ, այդ կոնկրետ հստակ այդ ժամանակ ես հիշում եմ, որ էլի մարդիկ են եղել բերման ենթարկվել, բայց հստակ քանակով չեմ կարող ասել ինչքան բերման ենթարկվել։ Իսկ 5-ից ավելի կամ 10-ից ավելի։ Ոստիկանության ծառայողների կողմից։ Պատվարժում Ես հստակ չեմ կարող դրա մարմնից։ Այսինքն դուք չեք հիշում, ենթադրում եք։ Չէ, պատասխանում ես, որ եղել է բերման ենթարկվել։ Խաղն է, ասում եք, ասում եք։ Չէ, խաղը չեմ ասել, հստակ հիշում եք, որ եղել է։ Ես ասում բերման ենթարկված է ոչ իմ կողմից, բայց ոստիկանության։ Այդ երթից հետո, այդ դեպքից հետո բերման ենթարկվածները։ Հիմա թե հետո թե առաջ չեմ կարող։ Իսկ կտորը հիշեք, որ կտորը մայրը։ Չեմ կարող հիշել։ Լավ, պարոն Այվազյան,
տեսեք, դուք ասացիք, որ մասնակցել եք ըստ էության Լևոն Քոչարյանի հետ առնչությունը ձեր բերման ընթացքի ժամանակ, մինչև ավտոմեքենա տանել եք։ Ճիշտ է։ Ինչ ավտոմեքենա էր։ Ավտոմեքենա։ Եթե չեմ սխալվում, բան Հոնդայի 81 ոստիկանության մեքենայից է, թե մի հատ ոնց որ գազել էր, հետո տեղափոխեցինք, այդ մասը չեմ կարող հիշել։ Դուք տարածել եք դեպի գազել ի սկզբանե, թե միանգամից դեպի Հոնդայ։ Ոնց է, հիշեք։ Ոնց որ տարանք գազել բերման ենթարկված քաղաքացի կար մեջ է, ոնց որ տեղ չկա, դրա համար առանձնացինք Հոնդայի 80 մեքենայի, եթե չեմ սխալվում, եթե հիշողությունից հիշի լավացան։ Շատ է, այսինքն դուք մասնակցել եք դեպի գազել տանելը, գազելը հնարավոր չի եղել տեղավորել և հետո տարել դեպի Հոնդայ։ Այդ հիշեք հրահանգ ստացել եք Լևոն Քոչարյանին գազելից դեպի Հոնդայ այլ ավտոմեքենա տեղափոխել եք։ Չէ, ոչ թե հրահանգը, ես նոր նշեցի իմ խոսքի մեջ, որ բերման ենթարկված քաղաքացիներ կային մեքենայի մեջ, եթե չեմ սխալվում, հիշողությունից չի դավաճանում, դրա համար տեղափոխեցինք Հոնդայի 80 մեքենա, որ ազատ էր վար բերման ենթարկված։ Հստակ հիշում եք, որ հրահանգ չեք ստացել։ Այո, դա։ Իսկ հիշում եք, թե ինչի մոտ եք ուսումնքը, թե չէ։ Չեմ կարող հիշել։ Այն ինչ ասում եք հիմա, վստահ հիշում եք, որ նույնը պետք է ասած լինեք քննիչի մոտ, թե հնարավոր է օրինակ այս հարցի հնարավոր մի բան այսքան մեկով չեմ կարող այս մի բան այսքան մեկով եմ ուզում հասկանամ, այն հնարավոր է քննիչի մոտ ասած լինեք, որ Լևոն Քոչարյանի մասով հրահանգ են տվել գազելից տանել դեպի Հոնդայ ավտոմեքենա։ Կհիշեք այդ հանքը։ Բացառում եք, որ նման բան ասած եք քննիչի մոտ։ Ես ասած լինեմ։ Այո։ Ես չեմ կարծում այդպես բաներ ասել, չեմ հիշում հստակ։ Եթե կա, խնդրեմ, կարդացեք, հստակ ինչը որ տվել եք ցույցում, դա հիմք է, բնական։ Բայց այս պահին հիմա մանրամասն բառեր կամ ինչ-որ բան հարցնել կարագելիս ես հստակ չեմ պատասխանել։ Բացառում եք, որ հրահանգ տված լինեն, որ գազելից տարեք դեպի Հոնդայ։ Կարա օրինակ տենց բաներ։ Եթե մեքենայի մեջ, նայեք ես նորից ասում, մեքենայի մեջ բերման եթե երթակված քաղաքացիներ եղան, ուզե տեղ չլինի, բնական է։ Ասում ենք տարեք այն մեքենան կամ հնարավոր է։ Դուք այդ բանի Սովեք ավարտի նախապես ասեցի, չէ, ավարտի հաջորդ հարցը հավարտեցիք բանը։ Հնարավոր է, որ եթե մեքենայի մեջ տեսեք հիմա ձեր հարցին, սենց պատասխանը, որպեսզի ավելի հստակ լինի։ Կոնկրետ եթե ուղղորդված ինչ-որ մեկը ասի կամ հրամանատարներից կամ ղեկավարից մեկ ասի, այ իր տարեք մեքենան այլ մեքենա, հնարավոր է այդպես ասված լինի, բայց ես ինքս որպես հրամանատարի ծառայության գծով տեղակալ եմ եղել, այդ ժամանակ եթե ես ինքս տեսնում եմ բերման ենթարկված քաղաքացի կա, գազելի մեջ, տեղափոխում ենք այլ մեքենա։ Ընդհանրապես դա ոչ թե անձնավորված, ոչ թե ուղղորդված, ոչ թե ինչ-որ անձի հետ կապված, ոչ, այլ զուտ հարմարավետության համար է դա։ Հասկանալի։ Հիմա հարցս այսպես է։ Տեսագրության մեջ երևում է, երբ որ Լևոն Քոչարյանին ցանկանում է մտցնել գազելը, նա դիմադրում է, չգիտեմ, անհնազանդություն է ցուցաբերել։ Այդ գազելի մեջ մարդ չկա, բանը այդպես։ Այսինքն, դրա պարագայում Լևոն Քոչարյանի համար այնքան շատ տեղ կա, մի վարքան էլի հարցս ավարտում, այնքան շատ տեղ կա։ Այսօր հասկանամ որն է եղել պատճառը, որ գազերի մեջ, տեսեք, դուք ասում եք պատճառը այդ դեպքում, երբ որ օրինակ տեղ չկա։ Ուրիշ պատճառ է դա։ Լևոն Քոչարյանի հետնամասում այնքան մեծ տարածություն, ազատություն կա, որ հասկանամ որն է եղել պատճառը գազելից հետո տանել դեպի Հոնդայ։ Շատ լավ, հստակ ես Քանի որ գազել եթե իմ ոչ թե կոնկրետ այս մասով եմ ասում, այլ ենթադրաբար եմ ասում։ Եթե ես ես դեպքում ասում։ Նայեք, հստակ եթե չեմ հիշում, դրա համար կարող եմ ասել, եթե գազելը դատարկ է եղածը լինի, հաստատ մի հոգու համար մեքենայի մեջ կարանք մինիմում 3-4 հոգի նստել, պլյուս մի 3 ոստիկան, որպեսզի անվտանգ լինի, այսինքն այդ գազելի մեջ արդեն իսկ հնարավոր չի լինի նորից ինչ-որ մարդ տեղավորել, հա? Կամ եթե դատարկ է լինում մի հոգու համար այդ մեքենան մենք չենք տեղաշարժում, բայց եթե մի հոգի պետք է բերման ենթարկվի, տեղափոխում ենք ավելի փոքր մեքենա, որ մի հոգի երկու ոստիկանը տեղափոխենք։ Նպատակը դա է։ Իսկ եթե դուք մտածում եք ինչ-որ ուղղորդված, չէ, գազելը մինուս ցեք տարեք, ասենք Հոնդայի մեքենան կամ ինչ-որ, նմանատիպ բան չի կարող ուղղակի զուտ տեխնիկական ստեղ խնդիր է, տեխնիկական հարց է զուտ, որ մի հոգու գազելը չտանեն, այլ
Բան այվայզան, բայց այդտեղ ենթադրյալ իրավախախտում կատարող է մենակ Լևոն Քոչարյանը չէր, շատ մարդ կա։ Հիմա գազել առաջինը Լևոն Քոչարյանին օրինակ տեղավորեցի, ընդ այլ լիքը մարդը կա, չէ, ու պետք է օրինակ ենթադրաբար բերման ենթարկի։ Հիմա ինչ կապ ունի գազել այդ պահին ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ։ Ես ուզում եմ հասկանամ, երբ որ ծանրաբեռնված չէ, տեսեք, դուք ասացիք որպես պատճառաբանություն տեղափոխելու, որ կարա լինի ծանրաբեռնվածություն եւ այլն։ Ես ես ասում ծանրաբեռնված չէ։ Ու նայած Ինչի՞ց է դելով եք ասում։ Տեսակցության մեջ երևում է, որ մեծ ազատություն ունի Լևոն Քոչարյանը այդ բան գազելու։ Այսինքն որպես այդպեսի ինչ-որ խցկելու խնդիր չկա, մեծ ազատություն, այնքան մեծ ազատություն, որ կարող է լավ հետ է տա, հետո առաջ կա, այսինքն տեղավորվել է մարդը։ Ուզում հասկանամ ո՞րն է այդ պատճառը իրան հետո տանել դեպի Hyundai ավտոմեքենա։ Ես հատես հարցի պատասխանը լսել էի, կարող շարունակեմ։ Պարոն Այվազյան, երբ որ Լևոն Քոչարյանը եւ մյուսները շղթայված եկան դեպի ձեզ։ Այդ ժամանակ դուք ասացիք պատասխանելով դատախազի հարցին, որ ոչինչ չեք անում, գալիս եք ուղղակի այդպես քայլում եք վեր, ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ է, չէ՞ շուտ է պատասխանը։ Ինչ որ մինչև Լևոն Քոչարյանից ձեզ մոտենալ, ինչ որ անձանց բերման ենթարկում եք, թե չէ։ Եթե չեմ սխալվում, էլի բերման ենթարկվել են քաղաքացին։ Եթե չեմ սխալվում, այո։ Չեմ կարող հստակացնել, որովհետև ժամանակ ասել։ Եթե կապեցնոց գային կասենք, բայց հնարավոր է, այո, իհարկե հնարավոր է։ Այ դուք տեսել եք ինչ-որ մի հանգամանք, մի իրողություն, որ դու կամ ձեր ծառայեկից ընկերները ուզենային ինչ-որ մեկին բերման ենթարկել, Լևոն Քոչարյանը միջամտել և չթողել, որպեսզի X, Y կամ Z անձին բերման ենթարկի։ Երբ որ ես եմ ներկայացել, նմանատիպ իրավիճակ չեմ տեսել։ Բայց կարող ուրիշ ոստիկան լինի, իմ ասածը նշի, որ հստակ ես կարող եմ ասել։ Ես ձեր մասում։ Կոնկրետ իմ ասում, ես չեմ ասել։ Ձեզ անձամբ չի խանգարել, ճիշտ եմ հասկանում։ Ձեզ անձամբ խանգարել է թե ոչ։ Օրինակ պատկերացնենք Պողոսյանը։ Այսինքն նկատի ունեք բերման ենթարկելը, թե ընդհանրապես եք հարցնում։ Չէ, այդ պահին, որ ծառայություն եք իրականացնում, մինչև Լևոնից ձեզ մոտենալը կամ մոտենալու ժամանակ։ Կոնկրետ իմ հետ կապ հարցը հասկացա, կոնկրետ իմ հետ կապված ոչ։ Շատ լավ։ Իսկ տեսել եք օրինակ ձեր մյուս ծառայեկից ընկերների այլ անձանց բերման ենթարկելով իրողությունները։ Տեսել եք օրինակ չգիտեմ, հրաչիկը մյուսը անունը իմ այդպես կարը չտան։ Իհարկե, նոր լսեցի ես, նշեցի, որ լիքը ոստիկաններ բերման են ենթարկել քաղաքացիների, իհարկե։ Այն որ ինչ որ դուք տեսել եք, այդ ժամանակ տեսել եք Լևոն Քոչարյանը իրենց խանգարած լինի, որպեսզի բերման ենթարկելու process-ը։ Ես այդ հարցի պատասխանեցի։ Չլսեցիք, կարելի է ներողություն շնորհել։ Հստակ Պատասխանը տվեց, բայց եւս մեկ անգամ պատասխանը, քանի որ ես չեմ տեսել։ Դուք չեք տեսել ոչ։ Չեմ հիշում հստակ։ Կարող է եղել է ես չեմ հիշում այս բանին, որ հստակ պատասխանեմ իմ ասածը, բայց մի քիչ հետո մի հատ նորից այդ հարցը տակ ասեմ, հա, որ հստակ բաներ կա, որ ժամանակ անցել է, հստակ չեմ կարող պատասխանել, դրա համար եմ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ դիմադրության մասին խոսք գնաց, պարոն Այվազյան, որ երբ որ ցանկանում եք բերման ենթարկել Լևոն Քոչարյանի դիմադրություն ցույց տալ, այդ դիմադրությունը մի քիչ մանրամասն եղեք արագ։ Օրինակ ձեռները պինդ պահել էր չեք թողում, որպեսզի իրանք քաշեին, ոտել էր պինդ կերպին, Այս նշել է արդեն, հստակ նշեցի եւ հստակ ես պատասխանել ես շարունակում։ Իսկ ինչ-որ անկանոն շարժումներ Լևոն Քոչարյանը կատարում էր այդ ժամանակ, թե ասես փորձում էր պինդ մնալ։ Անկանոն շարժումներ եւ պինդ պահում։ Պինդ պահում։ Ոչ միայն Լևոն Քոչարյանը։ Շատ լավ։ Իսկ sense մի հարց էլի պարոն Այվազյան։ Պարոն Քոչարյանի հետ ինչքան շղթայված է մարդկան մոտավորապես քիչ է։ Իրեք շոկի կոկի։ Երևի աղավետ մի քիչ։ Շատ լավ։ Չեմ կարող հստակացնել։ Ձեր կոնկրետ գործողությունները ուղղված են Լևոն Քոչարյանի վերաբերյալ։ Կոնկրետ ես, այո, Լևոն Քոչարյանի ոչ թե ուղղված, այլ կոնկրետ ես։ Չեմ ասում ուղղված։ Այո, ես դրա համար շեշտում, որ հետո նորից հարց չտակ էլի, այդպես նորից։ Կոնկրետ այո, ես եւ իմ աշխատակից ընկերները փորձել ենք, քանի որ մոտիկ էլից ավելի հարմար է, ես փորձեցի շտական։ Դուք նաև հայտնեցիք դատարանին, որ մինչ այդ նրան փորձում էին, չէին կարողանում, դուք օգնեցիք։ Այո։ Քանի հոգի էին մինչև ձեզ նրան փորձում բերում էին դարձնել։ Լևոն Քոչարյանը։ Երկու։ Երբ որ դուք միայն ձեզ էլի օգնող մարդ միացավ, ինչքանի օգնում եք մոտավորապես։ Երևի 4 հոգով ենք եղել ապրել։ Բայց մյուսներին ինչի բերում են չէին դարձնել։
Մյուսներն են բերում, ամեն մեկը փորձում են շղթայված անձանցել են, փորձում են Ես ինձ ես որպես փաստացում եմ, ոչ ոք բերում են ինտերնետ չէ, ունենք այդ ասատուրով սերվեր։ Այ անընդհատ խոսում են նրա մասին դեր այդ բաները, որ ուղղորդված չի եղել, լավ, պատկերացնենք, ապրիորի ուղղորդված չի եղել, թիրախավորված չի եղել։ Լավ, այն ինչ արել է երկրորդաբաններին քոչերան, այդ շղթայված, գալը, չգիտեմ եւ այլն։ Արել է նաեւ Ասատուրովը, արել է նաեւ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Ես եմ հասկանամ, լավ, 5-6 հոգով, որ sense ուղղված դեպի Լևոն Քոչարյանը գործողություններ կատարվել։ Ասատուրովին ոչ բերման են ենթարկել, ոչ այն մյուսներին են բերման ենթարկել։ Եթե ուղղորդված չի, եթե թիրախավորված չի, բա ինչա պատկեր այստեղ։ Ես այդ հարցին հստակ չեմ կարող պատասխանել, բայց կոնկրետ ես որ բերման ենք, մենք ենթարկել ենք մեքենայի մոտ մինչև ստացել ենք մեքենա, կոնկրետ եղել է Լևոն Քոչարյան։ Դե դրանից հետո այլ ոստիկաններ ում են բերման ենթարկվածներ եղել են հաստատ, բայց հստակ թե շղթայից ում են բերման ենթարկել կամ չեն ենթարկել։ Միգուցե փախել չեն կարծել բռնենք, որպեսզի բերման ենթարկենք։ Հնարավոր, որտեղ բոլորը կեսը փախվում են, կեսը աճ, ում հասցրել են բերման։ Իսկ այսպեսի մի հարց, երբ որ Լևոն Քոչարյանի փորձում եք բերման ենթարկել կամ նստացնել գազերը, քաղաքացիները խանգարում են, փորձում են Լևոնի Քոչարյանին ձեզանից ազատել։ Եթե չեմ սխալվում, այլվել է։ Ինչ է եղել քաղաքացիների հետ։ Չեմ կարող հստակ ասել, որտեղ մենք կոնկրետ ուղիղ պարոն Լևոն Քոչարյանին բերման ենք ենթարկել։ Միգուցե քաղաքացիները խոչընդոտել են, որպեսզի այդ դրամա մի քիչ առաջ ես ինչ էի հիշում, որ կան քաղաքացիներ, որոնք մի քիչ ֆիզիկապես ուժեղ են, մենք 6-7 հոգով կարանք բերման ենթարկենք, քաղաքացի, որ կարանք 1 հոգով բերման ենթարկենք, բայց կոնկրետ պարոն Լևոն Քոչարյանի բերման ենթարկելու ժամանակ, եթե չեմ սխալվում, 4-5 հոգի ենք եղել, որ ապահով հասնենք, որպեսզի վնասված չստանա եւ կոնկրետ հասնենք։ Այն հանդեսը ինչ է դեպքի։ Իսկ կոնկրետ կողքի մարդկանց բերման քիչի ենթարկվել, այդ հարցին կպատասխանենք, հնարավոր փախել են, բերմանը ենթարկվել։ Այդ մարդկանց մասին հաջորդ հարցը արդեն դրանց մասին չէ։ Ասում քաղաքացիները փորձել են Լևոնին ձեզանից ազատել, այսինքն խանգարել ձեզ, որպեսզի Լևոն Քոչարյանի բերման ենթարկվեք, ասեցիք այո, փորձում էին, միջամտում էին, խանգարում էին։ Հնարավոր։ Այ հիմա հարցը հետևել է։ Դասական գործունեությանը միջամտելու process-ը դա։ Ձեր գործունեությանը միջամտելու process-ը։ Ինչի չենք բերման ենթարկել։ Միանշանակ։ Ավելին ասեմ։ Ոնց Արտավոր եք բերման ենթարկել, որտեղ ըստ էության ձեր նկարագրածով։ Եթե դուք փորձում եք ինչ-որ մեկին բերման ենթարկել, միանշանակ խանգարել ստանում եք։ դա հանցանք կա նույնիսկ։ Այո։ Դա այս 452-րդ առաջին մասով նախատեսված հանցանք կա։ Հիմա տեսեք, այլ քաղաքացիները ուզում են Լևոնին ձեզանից փոխել, խանգարում են ձեր օրինական ենթադրաբար, ձեր օրինական գործունեությանը, միջամտում են։ Ինչի՞ դրանից որևէ մեկը չի ձերբակալում։ Ավելին ասեմ, տեսեք, Լևոն Քոչարյանի հետաքրքիր հիմա սա է։ Հիմա սա է, որ ինչ-որ դուք մարդկանց փորձել եք բերման ենթարկել ինքը խանգարել է, այդ խանգարելու արդյունքում ինչ-որ մեկի վնասել է։ Այդ տեսեք, Լևոն Քոչարյանը հիմա դրա համար ստեղ է, բայց դուք տալիս եք ելակել, որ իրան բերման ենթարկելու ժամանակ մարդիկ խանգարել են, բայց այդ մարդիկ շրջում են դուրս իրենց համար։ Այդ ո՞նց է դեն ստացվում։ Ես հստակ կարող եմ նորից նշել, որ չեմ կարծում, որ բերման ենթարկված մարդիկ չլինեն այդ օրը հաստատ բերման ենթարկվել, չեմ կարող նշել, քանի որ ում կողմից, բայց վստահ կարող եմ ասել, բերման ենթարկվել, բայց թե ձեր հարցին, որ խանգարել են ու բերման չեն ենթարկվել, կոնկրետ ին կողմից, քանի որ ես ուղղակի ֆիզիկապես վիճակի չէի լինի մի քանի անձի մի անգամից բերման ենթարկել, բնականաբար այդ հարցին պատասխան Շատ շնորհակալ եմ մի հարց ևս։ Այ հարցրախոսը պահանջը հնչել է, դուք անձամբ ասացիք, որ լսել եք, չէ՞, մի քանի անգամ։ Այո։ Շատ լավ։ Այդ ժամանակ սերենաները, ազդանշանները ավտոմեքենաների աշխատում են։ Հիմնականում ձայնային ազդանշանատար զոհը, որպեսզի ժողովրդի ուշադրությունը շեղի դեպի ոստիկանություն, դրանից հետո բարձրախոսով կնչվում է։ Եվ շատ ժամանակ, երբ որ արդեն ասում ոստիկանությունը խոսում ուշադրություն ոստիկանությանը եւ այլն, ժողովուրդը բղավում են, գոռում են, որպեսզի ոստիկանության բարձրախոսի ձայնը չլսվի, բայց մենք բազմად 1, 2, 3, 4 շատ անգամներ հնչեցրում, որպեսզի լսելի լինի, բայց քանի որ արդեն իսկ իրենք բղավում են, որպեսզի ոստիկանությունը ձայնը բարձրախոսում չլսվի, արդեն լսելի է նրանց համար, որովհետև ես վստահ կարող եմ ասել, որ հենց այդ է պատճառը, որ իրենք արդեն բղավում են, որովհետև մենք օրինական պահանջ ենք ներկայացնում։ Պարոն Այվազյան, դուք հիմա դատախազի փոխարեն փորձում եք մեղադրել հիմնավորել, նախ հարցը դրա մասին չէ։
Ասում եմ, երբ որ ասում իրականություն, ոչ թե ես ասում իրականություն։ Ես ասացի, բայց հարցը սա է։ Ասում եմ, որ բանը հնչել է, որը դիտել եք։ Դրա հետ միաժամանակ զուգահեռ ազդանշաններ, սերենաներ Իհարկե լինում, չի կարա չլինի։ Այդ բացառում է հնարավորությունը, որ եթե բարձրախոսում ինչ-որ մի բան հնչի եւ զուգահեռ դրա միաժամանակ սերենաներ ունեն, բղավոցներ ունեն, ժողովրդի ձայներ լինի, դա լսելի չլինի։ Համապատասխանացնում եք գնաց, ոնց որ ձեր հարցին հարմար լինի, բայց ես վստահ կարող եմ ասել սենց արգելից, որ հնարավոր է լինի, հնարավորնակալ մարդ եք։ Ես դրա ես միշտ ես հստակ եմ ասացա հնարավոր է այո ամեն ինչ հնարավոր է ես չեմ բացառում բայց հնարավորինս միշտ եղել է երբ Արցախոսով կարաս ձեր ասածներ լինի ես չեմ բացառում հնարավոր է եղած լինի հնարավոր է բայց ես վստահ կարող եմ ասել Արցախոսով բազմաթիվ անգամ Շատ լավ, ասում եմ, ինչ տեսեք, Լևոն Քոչարյանն այն տարածության վրա, որ գտնվում է, որ շրջվեց, հետ եկավ, մենք էլ ոնց արդեն հասկացանք, այդ պահանջերից հնչել են Խաչմերուկի վրա գտնվող ավտոմեքենաները, մի քիչ առաջ եկած ավտոմեքենաների մասին խոսքը։ Այ Լևոն Քոչարյանը պատկերացնենք, այդ բարձրախոսով հնչած պահանջի ժամանակ, երբ որ զուգահեռ բազմաթիվ ավտոմեքենաների սերենաներ են, ժողովրդի բղավոց կա, ընդհանուր լավ sense շուխուր է, հա, մեծ հաշվով։ Այս տարածության վրա հնարավոր է լսած չլինեն որևէ տեսակի հնչեցված պահանջ։ Հնարավոր է, պատվարժան դատարան լսելիության հետ կապված մի քանի հարցի պատասխանել է արդեն։ Անընդհատ կրկնվում Հարավությունը մերժում է պատասխանել ասում ինձ իզանից։ Նայեք, վստահ կարող եմ ասել, կան քաղաքացիներ, նույն իրավիճակում, կարա օրինական պահանջը բարձրախոսով ասվի, մոտիկ մի մետրի վրա, այդ քաղաքացին ասի ես չեմ լսել։ Կարա լինի, կարա 10 մետրի վրա, 50 մետրի վրա բարձրախոսով խոսան լսեն, բայց քաղաքացիքը կարա խնդիր ունի ականջի հետ չի լսում, ասա չեմ լսել։ Դե կարա ականջից նա կարա լսել, հնարավոր է ամեն ինչ։ Այսինքն ես չեմ կարող ասեմ, այդ մարդու առողջական վիճակը ոնց ասի, ես չեմ լսել, ասեմ, ես ասել եմ։ Ես ինչ իմանամ, մի խնդիր ունի չունի, բայց ասվել է հաստատ։ Այսինքն մի հանգամանք եմ ուզում ուղղակի ֆիքսենք, այդ զուգահեռ սերենաների կամ ազդանշանների կամ բղավոցի ձայնը կարա ինչ-որ չափով խոչընդոտի այդ լսելիությանը։ Եթե ուզում եք հստակեցնենք, որպեսզի կոնկրետ այդ պահին եղել է ձայնային ազդանշանը եղել է, ես չեմ կարող հստակ դա նշել, բայց կարող եմ ասել, այո, հնարավոր է ձայնային ազդանշանը տրվի, որպեսզի ժողովրդի ուշադրությունը դեպի սերվի ոստիկանությունում, որ ոստիկանությունը իր պահանջը ներկայացնի։ Այդ ընթացքում կարա նաև իհարկե կարող ժողովուրդը գոռան, քաղաքացիները գոռան, ձայնը փորձի չլսվի։ Դրա համար ես իմ խոսքի մեջ նշեցի, որ կան նաև քաղաքացիներ, որ բաղրացի ենք ասում, որպեսզի իրանք իրենց վարձախոսով քաղաքացիներին հորդորեն։ Հասկանալ եք, պարոն Այվազյան, իմ հարցը հետևյալն է, կարա խոչընդոտի։ Ամեն ինչ հնարավոր է, իհարկե, չեմ բացառում։